Կարեն Կարապետյանը նշանակվելու է վարչապետ, ինչ կարծիք եք իր մասին, կարող է փոփոխություններ անել երկրում։ Երբեք։ Հավատում եք, որ փոփոխություններ կարող են։ Ինչու ոչ։ Այսքան ժամանակ չի եղել, էլի չի։ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է պետք է լինի փոփոխությունների սիմվոլ։ Հավատում եք։ Հրաշքների չեմ հավատում։ Իսկ հրաշք է երկիրը Հանուր անձիկ չի կապված դա։ Հանրապես երկրի ընդհանուր վիճակից կամ ասենք ընդհանուր աշխատանքից, ոչ թե միայն վարչապետից, այլ վարչապետի ամբողջ անձնակազմից։ Երկրի վիճակը ոնց շարունակվի, կարելի է փոփոխել, կարելի է նույն ձևով շարունակել, հետո մի նոր վարչապետ բերել։ Իսկ դուք անձնապես այդքան էլ լավատես չեք։ Չէ, որովհետև մենք շատ վարչապետներ ենք փոխել, ես ասեմ երկրի վիճակը չի փոխվել։ Եթե նա ինքնունություն ունի, կարող է ստեղծել այնպիսի ինքնունություն, պիտի օրենք հնարի, որ ոչ մի ընդհանրապես իր շրջապատում ոչ մեկը բացի աշխատավարձից ոչնչով չի զբաղվելու, եւ ընդհանրապես դա վերաբերում ոչ միայն նրան իր նախարարներին, այլև բոլորին, ովքեր աշխատում են, ոչ մի ղեկավար եւ նրա բարեկամները իրավունք չունեն օգտվելու այդ հովանավորությունից, որովհետեւ այսօր սա իր գլխին պալատներ չկառուցեն, այնպիսի պալատներ, որ ոչ մի հայկական թագավոր չի ունեցել։ Ամոթ է, ամոթ, մտածեք, եթե հայնասեր եք այստեղից պիտի սկսվի։ Սոցիալական որակը բարձրացեք ժողովրդի, չի կարելի, սա է կարևորը, մեր ժողովուրդը հզորությունը, այս հողը հզոր է ժողովրդով։ Ինձ թվում է, որ այստեղ անձի խնդիր չկա ընդհանրապես, որովհետև մեր երկրում պետք է ուղղակի փոխել համակարգը։ Այսինքն ով էլ գա, դա մեկ անհատով չի որոշվում վաղվա մեր լավ լինելը կամ ընդհանուր ինչ որ պետք է վերանայվի եւ ընդհանուր ամեն ինչ պետք է արվի ի նպաստ ժողովրդի, ոչ թե ի նպաստ սեփական աթոռների, որը որ արվում է հիմա մեր, այսպես ասած, համակարգի ներսում։ Մենակ մի հոգում փոխելը քիչ է ինձ թվում։ Նշվում է, որ նա անելու է փոփոխություններ, նախագահը նշում է, որ նա իսկապես նոր թափ է հաղորդելու փոփոխություններին, ինչու չեք հավատում։ Նախապայմաններ պիտի լինեն փոփոխությունների համար, իսկ նախապայմանները այդքան արագ չեն լինում։ Բազմաթիվ դեպքեր ա եղել, որ կրկին նույն խոստումները եղել են ու չի արդարացվել, այդ իսկ պատճառով չափազանց դժվար է հավատալ, որ ինչ որ մեկը հնարավոր է գա եւ իսկապես ինչ որ մի բան փոխի։ Հարկավոր է, որ այդ պետական պաշտոններին ղեկավարողները պատասխանատվություն ունենան, եթե իրանք չեն կարողանալու, ուրեմն չվերցնեն այդ։ Եթե վերցնում են ու չեն կատարում, նրանց մեղադրանք հարուցվի, միայն այս ժամանակ կլինի։ Ին հավատանք, չհավատանք, մեր որին հավատանք, որ մեկին։ Հավատալը որն է, ես չեմ հասկանում, պետք է տեսնես, որ հավատաս։ Այս քանի տարի թոշակը չենք իմանում, տան վարձտանք թե ուտենք։ Նախագահները շատ բան կարող են հաճել, ես պետք է տեսնեմ, ժողովուրդը պետք է զգա, մենք ոչինչ չենք զգում, ոչ մի բան չենք տեսնում։ Մեր անկախությունից հետո մենք ոչ մի բան չենք տեսել։ Հովիկ Աբրանը նշանակվեց, փոփոխություններ խոստացան, ինչ տեղ ունեցավ։